Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Բարդուղ Գալստյանին։ Բարև ձեզ, պարոն Գալստյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես նույնպես շնորհակալ։ Նախընտրական Հայաստանում հանդիպել ենք, որոշակի կանխատեսումներ ունեցել ենք, բայց հիմա արդեն ինչ ունենք։ Ունենք հետընտրական Հայաստան, ունենք ընդդիմություն եւ իշխանություն, որոնք մանդատները վերցնում են եւ պատրաստվում են գնալ ազգային ժողով, ունենք Գագիկ Ծառուկյանի շուրջ քրեական գործ եւ կալանք։ Դրան զուգահեռ ունենք նաև, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, այս ընտրությունների ժամանակ կաշառք վերցրածներ եւ կաշառք տված մարդիկ, որոնց հետ կապված այդ ձայնագրություններն են բավականին շատ։ Մի խոսքով այսպես մի քաոսային իրավիճակ է եւ ինչ ենք ունենալու ենք խորհրդարան, որտեղ մեծամասնությամբ ամեն դեպքում մտնում է քաղաքացիական պայմանագիրը, ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը։ Ընդ որում իշխանությունը հրավիրում է ազգային ժողով սպառնալիքներով այս երկու ուժերին, հայտարարելով, որ ընդհանրեն այդտեղ դուք լինելու եք բոքսի տանձի բարձիկներ, ինչ ենք ունենալու։ Ձեր գնահատականը, ինչու հետընտրական Հայաստանում եղավ Գագիկ Ծառուկյանի կալանքը եւ այսքան մեծ աղմուկ բարձրացրեց իր բոլոր հետևանքներով, եւ ինչպիսի ազգային ժողով ենք ունենալու այս պատկերը տեսնելով, թե ընտրություններից հետո նորից, այսպես ասած, ինչպես ժողովուրդն է ասած, նորից իրար միս են ուտում։ Բավականին համակարգված հարցեր, տարբեր ուղղություններ, իհարկե, տարբեր ուղղություններ ներառող։ Այո, պետք է արձանագրենք, որ ինչպես ունեցել ենք նախընտրական բավականին բարդ եւ քաոսային իրավիճակ, դրանից ավելի բարդ իրավիճակ ստեղծվել է հետընտրական շրջանում։ Իշխանությունները պետք է փաստենք, որ իշխանությունները բավականին դժվարությամբ կարողացել են հաղթահարել 50% արգելքը եւ խորհրդարանում մեծամասնություն ձևավորել, չնայած չունենալով 2/3 առավելություն խորհրդարանում ամբողջությամբ օրենքները կառավարելու եւ տնօրինելու համար։ Դա խոսում է մեր իշխանությունների թերի եւ ոչ արդյունավետ քաղաքականությունից եւ դրան նաեւ նպաստել է Ռուսաստանի մեծ ազդեցությունը, Ռուսաստանի իշխանությունների լուրջ ներդրումը մեր քաղաքական գործընթացներին, որը տվել է հետեւյալ պատկերը, վերել է մեզ այս քաղաքական իրավիճակին։ Իշխանությունները սրանից հետո կարծում եմ լուրջ պետք է մտածեն, հասկանալու, որ նույնը երբ 21 թվականին կարողացան նախկին իշխանություններին քաղաքական դաշտում թողել եւ նրանց վախի եւ նրանց նկատմամբ հակակրանքի վրա իշխանություն ձևավորելու գործընթացը աշխատեց, այս անգամ դա բավականին կաղաց եւ հասկացան, որ ժողովուրդը ինչքան էլ ատում է կամ չի սիրում նախկին իշխանություններին, ինչքան էլ ժողովուրդը հակակրանք ունի ռուսական ազդեցության եւ ռուսական ճնշումների նկատմամբ, համենայն դեպս այս ընտրությունների այս արդյունքները իսկապես իրենց քաղաքականության ապաշնորհության կարելի ասել արդյունք են ենթադրում։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, պետք է նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի հաշվարկները սխալ են դուրս եկել։ Այս անգամ մի կերպ աշխատեցին եւ հնարավորություն տվեցին նրանց խորհրդարան մտնելու, բայց այստեղ քաղաքական ճգնաժամի խնդիր կա, որովհետեւ երբ որ անընդհատ քաղաքական արենայում են եւ առավել եւս խորհրդարանում է իշխանությունը եւ ռուսական տարբեր ուժեր, տարբեր ճակատներով, իսկ մնացած քաղաքական միավորները, քաղաքական կառույցները մնում են լուսանցքից դուրս, դա խոսում է լուրջ քաղաքական process-ների խնդրահարույց լինելու մասին։ Եթե անդրադառնանք վերջին շրջանի ամենացայտուն եւ խոսուն իրադարձություններին, Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը, այն ձեռնարկություններին, որոնք պատկանում են Գագիկ Ծառուկյանին, այդ ձեռնարկությունների փակման գործընթացներին, դրանք եւս բավականին լուրջ մտորելու եւ լուրջ վերլուծելու կարիք ունեն։ Եթե անկեղծ լինենք, պետք է հասկանանք, որ մեր օլիգարխիայի հիմնական մասը, մեծահարուստների հիմնական մասը ձևավորվել, կերտվել եւ հարստացել են 90-ականներից հետո, այն ժամանակ, երբ Հայաստանի տնտեսությունը օր-օրի ավելի ճգնաժամ էր ապրում, երբ մեր երկրում արտագաղթը հսկայական մասշտաբների էր հասնում եւ այն մարդիկ, որոնք այդ շրջանում կարճ ժամանակում կարողացել են մեծ հարստություն կուտակել, հասկանալի է, որ նրանց հիմնական մասի մոտ այդ հարստանալու գործընթացը տեղի ունեցել
այլոց քրտինքի, արյան, դժբախտությունների եւ անհաջողությունների բազայի վրա եւ հետեւաբար այդ օլիգարխների հիմնական մասին եթե փորձենք վերլուծել եւ նրանց հետևից գնալ, կհասկանանք, որ ցանկացած, այսպես ասած, քար բարձրացնելուց այնտեղ արյուն եւ ուրիշների քրտինք կարող ենք տեսնել, հետեւաբար ցանկացածի մասով կարելի ասել, որ հնարավոր է իրականացնել իրավական հետապնդումներ։ Այո, ես կողմ եմ, երբ երկրում օրինականություն է տիրում, ես կողմ եմ եւ նույնիսկ դրա ամենավառ ջատագովներից եմ, որ երկրում արդարությունը պետք է դեռ տարիներ առաջ հիմնավորված լիներ, իսկ չմոռանանք, օրինակ 2018 թվականին ժողովրդի հիմնական մասը դուրս եկավ փողոց ոչ միայն ուղղակի իշխանափոխություն անելու, ոչ միայն ուղղակի լավ ապրելու ակնկալիքով, այլ նաև արդարության վերականգնման ակնկալիքով եւ այն թալանածը երկրի այն կեղեքածը ժողովրդից հետ բերելու տեսլականով կարծում եմ, սակայն վերջին 8 տարիներին գրեթե դա նկատելի չէ կամ շատ աննշան է այդ գործընթացները, որը վերաբերում է նաև Ծառուկյան Գագիկին։ Ես հիշում եմ 2019 թվականին կարծեմ, երբ նման գործընթաց սկսեցին Ծառուկյան Գագիկի տանը ազգային անվտանգության ծառայությունը նույն process-ները գրեթե իրականացրեց, ցույց տվեցին նրա հարստությունը կուտակած, կնոջ ոսկեղենի արժեքները, ունեցվածքի գնային չափը եւ այլն, սակայն դրանից հետո մենք ոչինչ չտեսանք։ Ես կարծում եմ, որ այո, Գագիկ Ծառուկյանը իրավական տեսանկյունից բավականին շատ ասելու եւ շատ բանի համար պատասխան տալու դեռ ժամանակ կունենա, սակայն անհասկանալի է ինչու այսօր, որովհետև 8 տարին բավականին երկար ժամանակ էր, որ եւ Գագիկ Ծառուկյանը եւ Գագիկ Ծառուկյանի նմանները բավականին շատ պետք է արդեն պատասխանատվության ենթարկված լինեին եւ այն պետք է չանցներ քաղաքական process-ների եզրույթով, այսպես ասած, որովհետև այս process-ը ցույց է տալիս, որ իրավական գործընթացները կարծես վերածվում են կամ վերափոխվում են քաղաքական գործընթացների, որը այնքան էլ ընդունելի չէ, նույնիսկ շարքային ազնիվ մտածող քաղաքացիների համար։ Հասկանում ենք, որ Ծառուկյան Գագիկի ունեցվածքի հիմնական մասը որտեղից է եկել եւ ինչ աղբյուրներից է այն սնվել, հասկանում ենք, թե ինչ ճանապարհով է հարստացել Գագիկ Ծառուկյանը, սակայն այն իրականացնել ընտրություններից անմիջապես հետո, որը նմանվում է քաղաքական հաշվեհարդարի, քաղաքական վրեժի, կարծում եմ ժողովրդի համար այնքան էլ ընկալելի չէ։ Ձեզ համար քաղաքական հաշվեհարդար է սա։ Ինչ որ չափով այո, սակայն նրանք ունեն իրավական լուրջ հիմքեր եւ կարող են այն իրավական գնահատականի վերածելով ցույց տալ, որ սա ընդհանրապես օրինականության կարգավորում է, օրինականության վերականգնում է։ Այո, այդ հարցով ես կողմ եմ իշխանությունների վարած գոնե այս բայ քաղաքականությանը, ուշացած քաղաքականությանը, սակայն դա կարելի է անել ժամանակին եւ թույլ չտար, որպեսզի այն վերածվի քաղաքական գործընթացի, քաղաքական հաշվեհարդարի կերպարի։ Գագիկ Ծառուկյանը Կարծում եմ, ենթադրում եմ, որ ունեցել են նաև պայմանավորվածություն 19-20 թվականներին, որպեսզի կարծեմ, որ Գագիկ Ծառուկյանը չպետք է մասնակցի ընտրություններին եւ չպետք է ընդհանրապես քաղաքականության մասին մտածի, սակայն չգիտես ինչու Ծառուկյան Գագիկը ինչպես միշտ որոշ դրդումներով եւ այլ դրդապատճառներով բնականաբար իր նախկին տերերի կամ իր հիմնական ֆինանսավորման աղբյուրների եւ ռուսական ուժերի փորձել է նորից դուրս գալ քաղաքական արենա, որն իր համար գոնե այս բային կարծում եմ Ուզում եք ասել Նիկոլ Փաշինյանը, փաստորեն Գագիկ Ծառուկյանը խախտել է Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածությունը եւ հիմա Նիկոլ Փաշինյանը դրա համար է քաղաքական հաշվեհարդար տեսնում։ Ես անկեղծ ասած, փաստերով չեմ խոսում, սա ուղղակի ենթադրություն է, քաղաքական ենթադրություն, այո, կարծում եմ նրան այս տարիներին պատասխանատվության չենթարկվելը ենթադրում եմ, որ պայմանավորվածության արդյունք կարող է եղած լինի միջնորդավորված պայմանավորվածության, անուններ չփորձեմ հնչեցնել, հասկանալի է, սակայն կարծում եմ Գագիկ Ծառուկյանը այս անգամ եւս ազնիվ չգտնվեց եւ որի արդյունքում կորցնում է իր հնարավորությունների զգալի մասը, ենթադրում եմ։ Սակայն ինձ համար նաեւ անընդունելի է այդ հիմնարկ ձեռնարկությունների փակման process-ը այս բային իշխանության իրականացրած, որովհետև այդ քաղաքացիները մեղավոր չեն, որ աշխատել են տվյալ հիմնարկ ձեռնարկություններում, որովհետև այս բային կամ այդ շրջանում հիմնական աշխատող ձեռնարկություններից են եղել, մարդիկ պլանավորել են իրենց վաղվա օրը, մարդիկ վարկեր են վերցել եւ այլն, հետեւաբար այսօր կանգնեցնել այդ մարդկանց խնդրի առաջ եւ ասել իրավական գործընթաց է տեղի ունենում, դա իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չէ եւ կարելի է ընդհանրապես այդ ձեռնարկությունները շարունակաբար թողել աշխատանքի, նույնիսկ պետական վերահսկողություն
սահմանել եւ պետական միջնորդություն ներդնել այնտեղ, միջև կավարտվեն իրավական գործընթացները եւ եթե դրանք անհրաժեշտություն կար պետականացնելու, անհրաժեշտություն կար ձևերցնելու Գագիկ Ծառուկյանի ձեռքից, աստված տա ամեն ինչ նորմալ լիներ, թող իրականացնեին, բայց այդ շարքային քաղաքացիների այսօրվա վիճակը այնքան էլ լավ չէ եւ այնքան էլ ընդունելի չէ, ելի եմ ասում հասարակության կողմից, որովհետեւ չի կարելի մարդուն ուղղակի քաղաքական կամ թեկուզ ասենք ոչ քաղաքական, թեկուզ իրավական process-ների արդյունքում գործազուրկ դարձնել, իսկ քաղաքացին շաբաթներով կամ ամիսներով, նույնիսկ եւ տարիներով սպասի հասկանալու համար ինչպես պետք է ավարտվի այս գործընթացը, որպեսզի կարողանա իր երեխային հացի խնդիրը լուծել, չեմ կարծում որ դա ճիշտ process է։ Ինչպիսի տպավորություն է։ Տեսեք, աշխատակիցներն ասում են, կարծես թե մեզ հրահուրում են, որ գնանք այլ քայլերի, փողոցներ փակենք, այլ քայլերի մեջ է նայե, որ մարդիկ վրդովված են լինում, ինչ որ արտահայտություններ են անում վարչապետի հասցեին։ Տեսեք, հիմա ամբողջ համացանցը քննարկում է, որ ինքը հանգստանում է, խուստուփ է գնում, Երևանի սրճարաններում է եւ այլն, իսկ դրա փոխարեն 7000 մարդ այս պահի դրությամբ փողոցում է անորոշ վիճակով։ Տպավորությունը այնպիսին է, որ մարդկանց դիտավորյալ իրոք հրահրում են, որպիսի արտահայտվեն, ընդ որում արտահայտվածների հետ կապված են, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը արդեն դատական հայցեր է ներկայացնում, Սոֆիա Հոսեփյան, Էդմոն Մարուկյան, մի խոսքով։ Տպավորությունը այնպիսին է, որ միտումնավոր հրահրում են մարդկանց, որպեսզի արտահայտվեն եւ հետո այդ մարդկանց ետևից գնում հասնում են իրենց տները։ Ես կարծում եմ, որ այդ մարդկանց հետևում եւ այլ ուժեր եւս կանգնած են եւ նրանց հրահրողները ոչ միայն իշխանությունները ապակայունացնելու խնդիրն է այստեղ։ Իհարկե, ապակայունացնելու խնդիրն է եւ առիթից օգտվելով նորից նույն քաղաքական ուժերի դրդմամբ եւ միջնորդությամբ փորձում են այս ժողովրդին եւս մեկ անգամ օգտագործել իշխանության դեմ, իշխանության ընդհանրապես պետության դեմ ասել եւ ապա լեգիտիմացման գործընթաց ձևավորել մեր երկրում, որը ինչ որ չափով ստացվում է, որը նաեւ իշխանությունների թերացումն ու բացթողումն է միանշանակ։ Ամեն դեպքում կհետևենք Գագիկ Ծառուկյանի շուրջ այս իրադարձություններին, որովհետև դրանք ոչ միայն այսպես ասած իրավական էին, փաստորեն կենթանիների հետ կապված այս աղմուկը բարձրացավ առուծը, անկեց, այս ամենը ցույց է տալիս, որ ինչ որտեղ ինչ որ որոշ փորձագետներ ասում են նաև նսեմացման եւ ընտանիքին ցավացնելու գործընթաց է իրականացնում նաև Նիկոլ Փաշինյանը։ Հասկանալի է, այդ process-ն իրականացնելու այդ գործընթացը նկարահանումներով եւ այլն նմանվում էր դրան, որովհետեւ եթե կարելի էր ուղղակի Գագիկ Ծառուկյանին ձերբակալել եւ տանել, գետնին պարկասնելը խոսում է այո նվաստացման մասին, կենթանիներին տանել, այո ես չեմ ընդունում, որ Գագիկ Ծառուկյանը իրավունք ուներ եւ պետք է որ կենթանիներ բայր իր տարածքում, այն դեպքում երբ այդ տարածքում ապրող շատ շարքային քաղաքացիներ այսօր հացի խնդիր ունեն, իսկ Գագիկ Ծառուկյանը կենթանիների մի հսկայական բանակ ուներ իր տան շրջակայքում, որը բայց ում է դա խանգարում, եթե բոլոր փաստաթղթերով դրանք օրինական են եւ ինքը ավելի լավ էր վերաբերի շրջանակում չի կարելի դիտարկել եւ իրավունքն ու իրավական հիմքերը դա միայն փաստաթղթավորված եւ օրենքի տառով գրված լինելով չէ պայմանավորված, կան չգրված օրենքներ, որոնք բարոյական նորմերի շրջանակից դուրս են եւ այն չի կարելի ուղղակի փաստաթղթերի տեսանկյունից դիտարկել։ Այսինքն փաստաթղթերով իհարկե առաջինը հոգեբանական, որովհետեւ կիսասովատ ժողովրդի շրջանում ունենալ այդքան մեծ հնարավորություններ եւ ցույց տալ, որ ես ամեն ինչ կարող եմ անել, բայց դուք մի կերպ յոլա գնացեք ձեր ցածր աշխատավարձով, դա նորմալ չէ։ Ըստ իս ինչքան էլ օրենքը դա թույլ տա, չնայած ես այդ օրենքի էջին էլ համաձայն չեմ, կողմին էլ համաձայն չեմ, որովհետև օրինական չէ այդքան վայրի կենդաններ որսալ եւ ունենալ մի հսկայական սենյակ այդ քանդակն է, ինչ են ասում, խրտվիլակներով, վայրի կենդանների խրտվիլակներով եւ տանը կենդաններ պահելով, իսկ ընդդիմությունը դա օգտագործեց առյուծի սապկելը բավականին մեծ հնչեղություն բերեց, այն դեպքում երբ որ նույն Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ վայրի կենդանների հմուտ որսորդ լինելով շատ վայրի գազանների ու կենդանների սարքել է իր տան գեղեցկությունը, իր տան զարդը, իսկ մեկ առյուծի անկելը դա այնպիսի ցավալի իրադարձություն չէր, մանավանդ որ դա միտումնավոր չէր արվել, որը կարելի է քաղաքականացնել։ Ես դա ընդհանրապես չեմ ուզում խոսակցության նյութ դարձնել, որովհետև դա բնականաբար ընդդիմության համար լավագույն խոսույթի ալիբի է։ Գագիկ Ծառուկյանի շուրջ անմեղության կանխավարկածի սկզբունքները ձեր կարծիքով պահպանվում են, թե ոչ։
Ես իրավական գնահատական տալ չեմ կարող, ես զուտ որպես քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ կարող եմ զուտ քաղաքական գնահատական տալ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, հենց քաղաքական գործունեությանը, որովհետև բոլորս գիտենք ինչ ճանապարհ է անցել նա իր կուսակցությունով տարիներ առաջ, ինչպիսի ընտրակաշառքներ են բաժանվել, ինչպես է խորհրդարանում հայտնվել տարիներ շարունակ եւ փորձել կոալիցիա կազմել նախկին իշխանությունների հետևաբար Գագիկ Ծառուկյանին քաղաքական տեսանկյունից լուրջ եւ առողջ եւ ազնիվ քաղաքական ֆիգուր համարելը մեղմ ասած անընդունելի եւ ծիծաղելի ցանկացած սթափ մտածող հայի համար։ Տեսեք, դուք ասում եք, մենք գիտենք ինչպես է այդ հարստությունը կուտակել, ինչպես է հայտնվել խորհրդարան, Նիկոլ Փաշինյանն էլ գիտեր։ Ես դրա համար եմ ասում, այո, այս 8 տարիները այն բավականին երկար ժամանակն են, որի ընթացքում պրոցեսներ պետք է իրականացվեն, որը չի իրականացվել։ Եվ միայն սկսվել է իրականացվել այդ պրոցեսներն այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը մտել է քաղաքական դաշտ եւ խոսույթը բավականին հավանաբար խախտել է պայմանավորվածությունը, ենթադրյալ պայմանավորվածությունը եւ խոսույթը բնականաբար անընդունելի է եղել գործող իշխանությունների համար։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Գալստյան, կհետևենք ամեն դեպքում Գագիկ Ծառուկյանի շուրջ այս աղմկահարույց գործընթացին, որտեղ դրանք ոչ միայն արդեն իրեն են վերաբերվում, աշխատակիցներին են վերաբերվում, մարդիկ զայրացած են, մարդիկ հուսահատ են։ Եվ հասկանանք, մանդատները վերցնում են երկու կողմերը մեկը մյուսին մեղադրում է կաշառք տալու, կաշառք վերցնելու մեջ, ոչ լեգիտիմ ընտրությունների մեջ, բայց ամեն դեպքում գնում են ազգային ժողով։ Եվ ինչպես ասացի, արդեն պատկերը կարծես թե պարզ է թե ինչ է լինելու։
Հնարավոր է, որ լինեն արտահերտ ընտրություններ կամ հնարավոր է ինչ-որ քաղաքական, ինչ-որ հեղաշրջում կամ իշխանափոխություն, ընդ որում Սամվել Կարապետյանը խոսում էր պլան B-ի մասին, գաղտնի պլանի մասին, որի մասին չէին բարձրաձայնում եւ հումորով ասեց, որ օրինակ Ալեն Սիմոնյանի չլինել արդեն ազգային ժողովում իրենց պլան B-ն իրենց գործն էր։ Մի խոսքով ազգային ժողով ինչպիսին եք պատկերացնում, ինչ է լինելու։ Բավականին վատ ազգային ժողով, ավելի վատ ազգային ժողով, քան 21 թվականին ձևավորված խորհրդարաններ, որովհետև այնտեղ առողջ քաղաքականություն եւ առողջ կառուցողական գործողություններ եւ պրոցեսներ տեսնել չեն կարող։ Մենք տեսնելու ենք ավելի լարված մթնոլորտ, քան ունեցել են 21 թվականին ձևավորված ընտրություններ, խորհրդարան հետևաբար որևէ հույս կապել այս խորհրդարանի հետ կապված ձևավորված ընդդիմության հետ ճիշտ չեմ համարում, լուրջ չեմ համարում։ Ինչ վերաբերում է ընդդիմության մանդատ վերցնելուն, ընդդիմությունը անընդհատ փորձում է խոսել իշխանության ոչ լեգիտիմ լինելու կամ լեգիտիմության խնդիր ունենալու մասին, բայց նրանք իրենց մանդատ վերցնելով բացարձակ լեգիտիմացրեցին այս ընտրությունները եւ լեգիտիմացրեցին գործող իշխանություններին։ Այնպես որ խոսելու տեղ ընդհանրապես չունեն կապված ընտրությունների հետ եւ ընտրությունների լեգիտիմության հետ, որովհետեւ նրանց համար այդ մանդատները շատ ավելի կարեւոր էին եւ քաղցր էին, այսպես ասած, քան իրենց գոնե խոսույթով ներկայացրած քաղաքական այն տեսլականը, որը վերաբերում էր ձևավորված ընտրություններին եւ ընտրական process-ներին 26 թվականին։ Կարծում եմ ընդդիմությունն այս բանին այլևս անելիք չունի, պարզապես դա սին խոսքեր են եւ դատարկախոսություններ, որովհետեւ նրանց սպասարկող Ռուսաստանը, Պուտինյան Ռուսաստանն այսօր ունի լուրջ խնդիրներ եւ չեմ կարծում, որ նման Ռուսաստանը, նման վիճակում հայտնված Ռուսաստանը հնարավորություն կունենա եւ կկարողանա Հայաստանում որևէ նոր process-ներ սկսելու։ Ինչ վերաբերում է արտահերտ ընտրություններին, չնայած որոշ քաղաքական մեկնաբաններ եւ քաղաքվելուծաբաններ փորձում են պնդել, որ 1.5 կամ 2 տարի հետո ունենալու են խորհրդարանական նոր ընտրություններ, սակայն այս բանին ինձ համար գոնե նկատելի չեն դրանք, որովհետեւ նորից եմ կրկնում, Ռուսաստանը վատ վիճակում է, գնալով ավելի վատ վիճակում է հայտնվում եւ շատ կարճ ժամանակում Ռուսաստանի հաղթանակն ու վերականգնումը տեսնել չեն կարող, հետեւաբար այն ռուսական ուժերը, որոնք ձևավորում են մեր խորհրդարանը եւ հանդես են գալիս որպես հիմնական ընդդիմություն, որևէ լուրջ բան անել չեն կարող, այո, ամեն ինչ անելու են ջուր պղտորելու, ամեն ինչ անելու են ապակայունացնելու մեր երկրում ներքաղաքական իրավիճակը, սակայն լուրջ փոփոխությունների եւ լուրջ արդյունքների հասնել որպես այդպիսին ակնկալելի չէ ըստ իս։ Իսկ ինչ կասեք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարանալու, այսպես ասած, թեև Նիկոլ Փաշինյանն ասում է նման բան չկա, մեր երկու ժողովուրդների մեջ հարաբերությունները բավականին հաջողված են, գյուղացիների հետ կապված խնդիրները ավելացան, արտահանումներ, գյուղացիները վարկեր ունեն, մի խոսքով դուք երկար ժամանակ եղել եք Արցախի նախագահի խորհրդական հենց գյուղատնտեսության շրջանակներում, երևի թե ավելի լավ կպատկերացնեք հիմա ինչ է կատարվում, արտահանման խնդիրներին ավելացել է կարկուտի հետևանքները, մի խոսքով գյուղացին բավականին մեծ ծանր դժվար իրավիճակում է հիմա հայտնվել։ Փորձենք երևի վերջից պատասխանել այս հարցին, ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, մենք գյուղատնտեսության խնդիրներ ունենք հենց ներսում, գյուղատնտեսության զարգացման եւ գյուղատնտեսության կայունացման գործընթացների հետ կապված, դեռ չխոսենք արտահանման մասին, մենք ունենք իսկապես խնդիր գյուղատնտեսության որակական եւ քանակական աճի խնդիրներ, որը հիմնական խնդիրն է, իսկ մեր բարենային անվտանգությունը մենք չգիտես ինչու միշտ փորձել ենք մատների արանքով մոտենալ, դիտարկել եւ մոտենալ բարենային անվտանգությունը, որում չարաչար սխալվել են թե նախին, թե օրվա իշխանությունները, այստեղ խնդիրը միայն արտահանելունը չէ, մենք ունենք ներքին շուկայի խնդիր, տեսնում ենք, որ նույնիսկ ավելի թույլ արտահանումների դեպքում մեր ներքին շուկայում գները այսպես թե այնպես չեն էլ իջնում, ասենք որոշ գյուղմթերքների արկայությունից եթե փորձենք մի կողմ գնալ, կտեսնենք, որ հիմնական գյուղմթերքները, հիմնական պտուղ բանջարեղենները ունեն բարձր գին, որը խոսում է մեր գյուղատնտեսության բավականին թույլ եւ թերի կողմեր ունենալու մասին։ Ինչ վերաբերում է արտահանումներին, այո, Ռուսաստանը հիմնական շուկան էր մեր համար տարիներ շարունակ, որտեղ եւս իշխանությունները ունեն մեծ բաստողում այս տարիներին, ժամանակին այլ ուղիներ չփնտրելու, նոր շուկաներ
մուտք չգործելու ստանդարտների եւ սերտիֆիկացման նոր համակարգեր չձևավորելու գործընթացներում, որը բերել է այս վիճակին, այս ֆորս մաժորային իրավիճակում։ Չնայած ես ամիսներ առաջ, երբ սկսեցին ռուսները այս քաղաքականությունը, ես ասացի, որ սա երկար տևել չի կարող եւ ընտրություններից հետո Ռուսաստանը երբ հասկանա, որ նույն ձևով արդյունք ստանալ չի կարող շարունակելու նույն քաղաքականությունը, փորձելու է կամաց բացվել։ Ես լսել եմ վերջին օրերին բավականին նոր որոշ ապրանքատեսակներ արդեն թույլատրելի են Ռուսաստան մուտք գործելու եւ կամաց կարծես թե սառույցը հալվում է եւ ես մտածում եմ, որ Ռուսաստանը այս TV5-ը մի այսպիսի լուր լսեցի, TV5 հեռուստաալիքով, որ օրինակ մեր հայկական ծիրանը, որպես իրանական եւ թուրքական ծիրան են փորձում ներմուծել ռուսական շուկա։ Ինչ պիտակով ուզում են ներմուծել, խնդիրն այստեղ շուկա մտնելն է, ռուսները եւս հասկանում են, որ դա հայկական ծիրան է եւ այնպես չէ որ կարելի է Ռուսաստանին խաբել այդ առումով, սակայն նրանց եւս ձեռք է տալիս այստեղի ապրանքը Ռուսաստան գնալու, իրենց առևտրաշրջանառությունը կարգավորելու, որովհետեւ Ռուսաստանն այս պայն այն վիճակում է, որ ունի շատ լուրջ նույնիսկ բարենամթերքի խնդիր եւ հայկական մթերքը իր համար եւս խիստ կարեւոր է։ Սա այս պատժամիջոցները ենթադրում եմ կթուլացնեն եւ դա Միշուստինի հետ հանդիպման արդյունքներն են չեմ կարծում, ոչ միայն, դա այն քայլն է, երբ հասկանում եմ, որ այլևս ազդեցություն ունենալ այդ միջոցով չեն կարող հայ հասարակության եւ հայ ընտրողի եւ հայ քաղաքացու վրա, հետեւաբար փորձելու են թույլատրել, որովհետեւ դրանցից իրենք եւս ունեն բավականին մեծ վնասներ եւ այդ առևտրաշրջանառությունը ինչքան մեր համար է ձեռնտու, ոչ պակաս ձեռնտու է նաեւ Ռուսաստանի համար, կարծում եմ, եւ դա սարքել քաղաքական հիմնական ենթատեքստ եւ թիրախավորել իշխանություններին այդ հարցում ճիշտ չէ։ Այստեղ շատ կարեւոր է առանձնացնել երկու բան։ Նախ առաջինը չի կարելի ռուսական ճնշումն ու ազդեցությունը, տոտալ ազդեցությունը նույնականացնել Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Այո, ես կողմ եմ, որ Հայաստանում հնարավորինս շուտ եւ հնարավորինս շատ վերացվեն Ռուսաստանի ազդեցության ոլորտները ցանկացած հարցում եւ վերահսկման ոլորտները, սակայն դա չպետք է բխի հայ-ռուսական հարաբերության թուլացման եւ ոչնչացման եւ վատացման հետ, որովհետեւ ինչ ուզում է լինի, ինչքան էլ Պուտինյան Ռուսաստանը կամ ընդհանրապես ցարական քաղաքականություն վարող Ռուսաստանի ազդեցությունը մեր վրա դարեր շարունակ ունեցել է հիմնականում բացասական ազդեցություն, կարելի է միանգամից էջը փակել եւ հայ-ռուսական հարաբերությունները բերել հակամարտության։ Ես մտածում եմ, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն ունեցել է 200 եւ ավել տարի պատմություն, 2 տարից ավել պատմություն, հետեւաբար այդ հարաբերությունները փչացնել եւ այն վերածել հակամարտության կամ գոնե հակակրանքի անընդունելի է երկու կողմի համարել, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է թույլ տանք, որ Ռուսաստանը նույն ազդեցությունն ունենա, ինչ ազդեցություն ունեցել է գոնե 91 թվականի, այսպես ասած, չակերտավոր անկախացման մեր գործընթացից հետո, որովհետեւ այդ գործընթացները Ռուսաստանի ազդեցությամբ մեզ համար ունեցել են ճակատագրական բացասական նշանակություն, թե Արցախյան պատերազմների հարցում, թե այդքան զոհերի, թե վերջում մեր տարածքներ կորցնելու, Հայաստանի չզարգանալու, հայկական հայաստանյան հնարավորությունները այլ պետությունների եւ հարևանների հետ հարաբերությունների հարցում, ինչպես նաեւ մեր երկրի տնտեսության ոչնչացման գործընթացները։ Էլ չեմ խոսում երկրորդ նախագահի մեր տնտեսության հիմնական մասի գրոշների դիմաց Ռուսաստանին նվիրելու գույք պարտքի դիմաց ծրագրի իրականացմանը, որը Հայաստանին դրեց առավել կախված եւ ավելի ստրկային վիճակի մեջ, որից դուրս գալը բավականին դժվար գործընթաց է, որի պրոցեսները մեզ համար այս պահին գոնե նկատելի են։ Երբ կշնորհավորի Ռուսաստանի Դաշնության նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ես կարծում եմ չի էլ շնորհավորելու, սակայն այստեղ խնդիրը շնորհավորելը չէ։ Դե այս շնորհավորելու ենթատեքստերը բավականին Ընդ որում ընդդիմությունն ասում է չի շնորհավորում, որպեսզի նորից առաջվա նման մտերիմ զրույցներ չունենան, կարողանա մերժել Փաշինյանին ինչ-որ հարցերում չլսել։ Այսինքն շնորհավորելու դեպքում Ռուսաստանը քաղաքականության գիծ պետք է փոխել։ Չեմ կարծում, պարզապես Ռուսաստանը այսպես ասած գնալով ավելի ինքն իր խոսքը չդержելու
քաղաքականությամբ, չի փորձում հետ քայլ կատարել, այսպես ասած նահանջել եւ փորձել շնորհավորել։ Սակայն չեմ կարծում, որ դա մեծ նշանակություն ունի, ամենայն դեպս աշխարհի գրեթե բոլոր երկրները կամ այն կարևոր երկրները, որի կարիքն ու անհրաժեշտությունը մենք ունենք, շնորհավորել են, մեր ընտրությունները համարել են լեգիտիմ շատ թե քիչ, հետեւաբար ձևավորվել է իշխանություն եւ պարտավոր են համակերպվել եւ հարմարվել այն իրողությանը, ինչը տեղի ունեցել Հայաստանում։ Իհարկե, Ռուսաստանը շատ կուզեր, որ իշխանափոխություն լիներ Հայաստանում եւ ամեն ինչ արեց իշխանափոխություն իրականացնելու համար, սակայն այս պահին չստացվեց Ռուսաստանի մոտ, սա ուներ մի քանի պատճառ, նախ այն, որ Ռուսաստանն այս պահին նորից ասեմ, այն Ռուսաստանը չէ, որը գոնե 10, 15 կամ 20 տարի առաջվա Ռուսաստանն է, բացի այդ գործող իշխանությունները չունեին այն հիմնական գործող մրցակիցները որպես ֆիգուր, որպես քաղաքական միավորներ, որոնք կարողանային դերակատարում ունենալ եւ իշխանափոխության գնալ։ Ռուսաստանը 21 թվականին կարծես թե 18 թվականին կարծես թե համաձայնվեց Հայաստանում իշխանափոխության հետ, 21 թվականին շատ սուր եզրեր չուներ Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ, սակայն դա 26 թվականին այդպես չէր եւ նա հասկացավ, որ գործող իշխանությունների Հայաստանում մնալը եւ վերընտրվելը, վերարտադրվելը բերելու է ռուսական ազդեցության անհամեմատ թուլացման, որի պտուղները արդեն նկատել են, այսպես ասած։ Քանի որ խոսեցինք Ռուսաստանի մասին, խոսենք նաև Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների մասին։ Շուշիում փաստորեն Ալիևը մի հայտարարություն արեց Ուկրաինայի հետ կապված, որը անմիջապես Մոսկվան արձագանքեց, որ իրենք շարունակելու են եւ վերահաստատելու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Պեսկովը նշում է, որ համաձայն չէ Ալիևի հետ այդ հարցում, բայց դա առիթ չէ, որպեսզի խաթարվի ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Այս նման հայտարարությունները ինչի մասին են, արդյոք Դա խոսում է այն մասին, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները միշտ ունեցել են քիմիական կապվածություն։ Հիմա ավելի են գնալով մտերմանում։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի տարածքից շատ հանգիստ Ադրբեջանը կարողացավ դուրս դնել ռուսական, այսպես ասած, ճակերտավոր խաղաղապահ առաքելության ուժերին, այն որ Ադրբեջանը Ռուսաստանի օժանդակությամբ եւ միջնորդությամբ կարողացավ հետ բերել իր կորցրածը տարիներ առաջ, այսօր Ռուսաստանը այսպես թե այնպես առճակատման գնալու ցանկություն եւ նպատակ չունի Ադրբեջանի հետ, հասկանալով, որ նրանց շահերը շատ դեպքերում իրար հետ կուլ են տալիս ցանկացած Իհարկե կուլ են տալիս երկու տեսանկյունից, նախ որ այս պահին շահ ունեն Ադրբեջանի միջոցով իրենց տնտեսական հնարավորությունները շատ թե քիչ բալանսավորելու եւ երկրորդը Ադրբեջանի հետ նաեւ Թուրքիայի հետ խնդիրներ չունենալու հարցն է, բնականաբար Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը իր համար Հայաստան չէ, գոնե տարիներ առաջ Հայաստան, որ ինչպես ուզենա վարվի, եւ Ադրբեջանը ապացուցել է, որ տարիներ շարունակ չդառնալով Ռուսաստանի խաղալիքը, այսպես ասած, չլինելով ՀԱՊԿ-ի անդամ, Եվրասիական տնտեսական գոտու անդամ, պայմանագրեր չունենալով ռազմական եւ ռազմաքաղաքական որևէ շատ ավելի մոտ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ, քան մենք, որ ունեցել ենք տարբեր տեսակի եւ տարբեր ժամանակներում կնքված պայմանագրեր, ռազմական, հայրենասիրական, հակաօդային պաշտպանության, տնտեսական, արդյունաբերական եւ այլն, որը միշտ աշխատել է մեր դեմ ցավոք։ Իսկ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ինչքան էլ փորձեն թվացial լարվածություն ցուցաբերել, համենայն դեպս Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները միշտ ավելի լավ ֆոնի վրա են լինելու, որովհետև Ադրբեջանը միշտ պարտադրել է Ռուսաստանին իր հետ վարվել հավասարի կամ գոնե հարևանի կարգավիճակով, այլ ոչ մեր քաղաքականության նման, երբ տարիներ շարունակ մեր իշխանությունները, նախկին իշխանությունները հիմնականում ամեն ինչ արել են ստրուկի վասալի կարգավիճակ ձեռք բերելու եւ Ռուսաստանի թելադրանքները 100%-ով կատարելու եւ ենթակայի կարգավիճակում լինելու։ Եվ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը դեռևս չի կարող դիտարկվել որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց եւ կրկին խոսել Զանգեզուրի, Միջանցքի եւ 3 գումարած 3 ձևաչափի մասին։
Նման հայտարարությունները դրանք քաղաքական ճնշման միջոց կարելի է համարել, Բնական է, թե բնական նորից է։ այս ամենը նախապատրաստում են Հայաստանից ինչ-որ բան պահանջելու եւ կորզելու համար։ Ցանկացած բային Ադրբեջանի խոսույթը, քաղաքական խոսույթը միշտ հաղթողի դիրքերից է եւ Ադրբեջանը ի տարբերություն մեզ շատ լավ հասկանում է, որ անընդհատ ճնշում գործադրելը նույնիսկ խոսքով, նույնիսկ հայտարարություններով բացասական ազդեցություն է ունենալու մեր ժողովրդի վրա եւ մեր ժողովուրդն անընդհատ փորձելու է խուսափել այդ խաղաղության գործընթացի իրականացումից։ Այո, Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ դեռ ուժերի հավասարակշռությունը այսպես կարգավորված չէ, դեռ Հայաստանը ունի այն հնարավորությունները, որով կարող է զսպել Ադրբեջանի այդ վայրահաչումներին, հետևաբար հնարավորության դեպքում առիթը բաց չի թողում Ալիևը նման հայտարարություններ։ Խոսքը վերաբերում է եւ Արևմտյան Ադրբեջան խոսույթին եւ Անկլավներին վերաբերվում անկլավների խնդրին 300,000 Արևմտյան Ադրբեջանի քաղաքացիներին այսպես իրենց ձևակերպման ասած Հայաստանում վերաբնակեցնելու գործընթացին խոսույթում բավականին միշտ օգտագործում են միջանցք տերմինը, որը բնականաբար այդպես չէ, կարողանում է խոսում է եւ ամենավատն այն է, որ հակադարձում մեր կողմից մինչ օրս չի իրականացվել, թեկուզ զուսպ հակադարձում հասկացնելու համար, որ այս process-ները, այս խոսույթը խանգարում են մեր նախնական պայմանավորվածությունների շրջանակում ձևավորված խաղաղության ենթատեքստին, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ Հետևաբար ես կարծում եմ, որ խաղաղությունը մեզ համար պետք է լինի ոչ այնքան այդ փաստաթղթի ստորագրման ձգտումների ճանապարհը, այլ խաղաղությունը հիմնականում կերտվելու է իմ պատկերացմամբ երկու ուղղությամբ, ունենալով հզոր, մարտունակ, արդիական սպառազինությամբ զինված բանակ, ինչպես նաև հարաբերություններ այնպիսի բարեկամ պետությունների հետ, որոնք հնարավորություն կստեղծեն զսպել հետագա նկատելի ռազմական էսկալացիաները։ Պարոն Գալստյան, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար, հարցերը շատ են, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, կարծում եմ հնարավորություն կունենանք նորից հանդիպելու եւ քննարկելու արդեն այն ժամանակվա համար նոր հրատապ խնդիրներին։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։